You got it all figured out, Johnny. Oh yeah. You know just how to go about. You flash the smile, baby, and keep your cool, Johnny. Oh yeah. You got this door. What? There's no one gully. What's how it done? I think I can't nor can pop it tennis. I think you're checking dognail, how it done. And she just got us in dognail, huh? Then it's a guitar stairs. How about it? I thought my suck corner. Not your gas, but then I see tunes, sorry. It's in our past doctor, a war family job. Բկանանք մորթենք ուտենք։ Չէ։ Հարևանի նայում ելներ, կարճկա, դասատ մորթում։ Էսի թոնիր է։ Մեջը հացված կա։ Չէ, ցավը տանեմ, տատուցը հետո ստե հաստխող չի եղել։ Ես այսի գոմերն է։ Բա մեջը խոզմոզ գոնե ունես։ Դե ցավը տանեմ, տատուտ քելախի վաղ լրվին կերանք տենց։ Բա Վարշավի ջան, տատդ շատ մեջ կսկոդեց։ Բա այս ինչա, պապի։ Էսի բասեինն է։ Բա մեջը ձուկ կա։ Հիմա չկա։ Հայոց երեխեքն են գալի մեջը լողանում են, բաներ անում, տատդ է շատ սիրում ստե լվաց կանել։ Պապի, բա այն ինչա։ Էդի զուգարանն է, Վարշավի ջան։ Բա մեջը գոնե ծակ կա։ Չէ, մեջը ծակել չկա։ Անես տապորինի շինությունն է, էլի, սիրունությունն է, էլի, սենց թող, մնա, էլի։ Լավ է, թեժ դու ասա քանի օրով ես եկել։ Ադե վաղը գնամ տուն արդեն։ Ոնց վաղը գնաս տուն։ Այդտեղ ես եկար, այսքան ճամփեր հիմա պիտի վաղը գնաս տուն։ Ադե ստե անելու բան չկա, պապի։ Ոչ նապաստակ ունես, ոչ բան ունես։ Այ մարդ, լսի քեզ ինչ եմ ասում, Ադո ջան լշանեբեք։ Այս շունը իմ ամենահավատարիմ կենթանին է։ Տատուցդ հետո միակ շարիկ, ամենասիրածս կենթանի, արի ցավը տար, շարիկ, արի։ Արքես շանը։ Շատ խելացի շուն է, իմ միակ հույսն է։ Պապի չի կծում։ Այ մարդ ինչն է կծում, որսորդական շուն է։ Առես էլ հրացան է։ 41-ի սրանով են վայևատարել։ Ինչ են ներքևի անտառները որսի։ Կգնաս կգաս, հետո նոր իրար հետ կխոսանք։ Հորս տանը որսի, պապի։ Փուչա։ Գնա։ Գնալը տենա ոնց ես վաղը գնալու։ Որսի ամը բերանը տնգավ, քեզ էլ ստեից քշել չի լի։ 10 օր մինիմում։ Պապի, Իա, պապի եկա։ եկոր, Հա, ոնց էր, գժանոց ցենտր էր։ քանի հատ խապիր։ Մի հատ։ Պապի կարող է էլի շուն ունենաս։ Ես Պապի, դու չեն նայ հորս անեմ ես, պապի։ Կարբյուրատերից եմ։ Ապեր ես քեզ լուրջ եմ ասում, կարբյուրատերից եմ։
Ախպեր մի 50 լից էլի շուտ։ Լավ։ Ինչ ալ է որ ախպեր։ Նրան դեմ աշտես փչացներ արտի մոտ մի 3 կիլոմետր ենքով։ Մի 2 ժամա բզբզում եմ տենամ ինչն ա ոնց ա չեմ ջոգում ինչից ա։ Ախպեր մի հատ խոսացող կյաժդի։ Եկավ ասում է կարբյուրատորից ա։ Փորձեցի իսկականից կարբյուրատորից էր։ Լավա սև ձյուն չես տեսել ախպեր ջան։ Ինչի՞։ Արա այս սևը մաշնեկից вообще բան չի ջոգում։ Ամուսնուս հոգին եմ ուզում կանչենք։ Հարազատ ամուսինը տա։ Մահացած։ Տենցը գիտեի, 150 գալը, 300 գնալը, ճամպի ծախսել է, 1500 դրամ, մոտի փողը, 13,000, գումարած են դեսալ, 14,500։ Համոզայն եմ, մի երկու հարց ունեմ։ Հոգիները առանց ձեր կանչելու գալիս են։ Գիտեք ինչ եմ հարցնում, որ մահացավ ամուսինս ուրիշ տղամարդու հետ եմ կապնվել, դե գիշերները հետ լինում ենք։ Վախենում եմ, որ գա, մեզ տեսնի, որ տեսած լինի շատ խանդոտ է։ Հետո ինքան ինչքան խանդոտ է, այդքան էլ վատ էր անում սեքս։ Իսկ ես մեկը խզարում է, սպանում է։ Էլի որ տենա շատ կչխայլանա, կարող աղկա երկինք։ Երկիր։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Ուշադիր եղի։ Փակի աչքերդ։ Տեսնում ես այս քանը։ Ոչ։ Ուրեմն ճիշտ ամեն ինչ։ 3, 2, 1 Բարձրացեք երկնքի դարպասներ, վերցրեք ինձ և տեղը տվեք։ Անունը ոնց է։ Վարդան։ Վարդանին։ Բաժանորդի հոգին անհասանելի է, խնդրում ենք փորձել մի փոքր ուշ։ Այդ սրանց կապը ուրիշ անուն ունի։ Ոչ։ Մականուն։ Թզբեղ։ Թզբեղ, սաումար, մակասանի, բարասան, մակասանա, 50 ալի բաբա, 50 որդիներ, 50 աղջիկներ, բարձրեք երկնքի դարպասներ, վերջի անգամ եմ ձեզ կանչում, երկնքի դարպասներ, բարձրեք։ Ալո։ Վարդան։ Հա։ Առաջի կաբինքամ։ Վարդան։ Հա։ Վարդան ես եմ Վարդի տերն է։ Ոնց ես Վարդան ջան։ Ասենք լավ եմ, ուրիշ։ Վարդան գալիս ես մեր սենյակ, մեր ննջասենյակ այցելելու ինձ թե ոչ, տեսնում ես ինձ թե ոչ։ Շատ պետք է։ Ոնց ես, ինչ ես անում ամբողջ օրը։ Սաղորը հաց եմ ուտում, սեքսով եմ զբաղվում, քնում եմ։ Վարդան, բայց դրախտում մարդիկ սեքսով զբաղվում են։ Ինչ դրախտ, ինչ մարդ։ Ես հիմա Ավստրալիայում նապաստակ եմ։
քեշով լսի, ես քեզ ինչ եմ ասում իսկականից։ Անենց մի արա, որ այն մարդը, որը քեզ փող է տալի, ու դու այդ փողով երեխեքիդ կերակրում ես ու քեզ շորերը սառում, ջղայնանա քո վրա։ Քյասար, եթե մի շաբաթից այդ փողը իմ մոտ չեղավ, անցած անգամվա նման մի հատ մեծ շոչիկ կմիանա ու հետևիցդ լիքը ջիպերով տեղեկ կգան, մեկը մյուսից վախնալու։ Եղավ։ Դե լավ էլի մամ ջան, ասում եմ մի ժամ առաջ եմ կերել։ Լավ, հա։ Բարդ։ Բարև ձեզ։ Որտե պրիգլավատ կանայք հանգիստներս վայել էինք։ Այսինքն հանգստանանք էլի գնանք միտը։ դուք որտեղ եք ուզում։ Դա ես իմ դու ասա քիր։ Դուք երկիրը ընտրեք, մենք կձևակերպենք փաստաթղթերը։ Ստել եմ եղել։ Քուր ջան, անունդ չէր ասի։ Ոչ, Բայարախոսի դամարը ոնց է։ բայց ձեր ինչ գործն է։ Կարող է պանիր ուտեիր։ Չէ, Հետաքրքիր է։ ինչն է հետաքրքիր։ Սենց կռիսես իսկ պանիր չես սիրում։ Գուրջան, մի հատ ուրիշը տուր, հա։ Ստե սաղ տեղերը եղել էի։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ընտրեք։ Լավ էս պետք չի։ Ուրեմն խորոված, չալաղաչ, շատ։ Բադրջանը կխորովեք, պամիդոր հետ կխառնեք, sense կարակով կդնեք ստեղ ու այդ ամեն ինչից էլի զակուսկի աբան ամեն ինչ կդնեք։ Ինչ լավ ուղի ունեք։ Ֆլագման։ Ուրեմն բոլորին 50-50 գրամ իմ կողմից հյուրասիրում եք։ Երաժիշտներին 100 գրամ, շատ լավ են նվագում։ Մի րոպե։ Քեզ 200 գրամ լցում ես, բայց ես գործի ժամանակ իմ կենացը խմում ես մի հատ։ լավ։ Բոլորին։ Խնդրում եմ արագացրեք, էլի, սկզբից օղին, նոր մնացածը ինձ կբերեք։ Բոլորին հյուրասիրեցի։ Այո։ Դու խմեցիր։ Իմ կենացը։ Այո։ Գնա, ես բան կանեմ հիմա։ Պատուանը, հա։ Այո, Պինդա։ բավականին։ Հիմա, ուրեմն հիմա։ Ես եկեք ասեմ։ Ուր։ Արի ասեմ։ Արի։ Ուրիշ մատուցող չկա։ Ոչ։ Ինձ չալաղաչ շատ։ Քաբաբ, բադրջան, բիբար, խառնացիրար։ Հա։ Հա, Օղի եք խմելու, հա երևի։ այո, Ֆլագման։ Ու երևի ուզում եք հյուրասիրել բոլորին, մի 50 գրամ։ այո, ուզում եմ։ Իսկ նվագողներին 100, որովհետև նրանք շատ լավ են նվագում։ Այո, շատ լավ են նվագում։ Իսկ ինձ 200 գրամ։ Չէ։
Ինչի։ Դու որ խմես սկսում ես կռիվ անել։ Այ ասա։ Ես չեմ այդ, հողերը ես չեմ սաղսել, ինչ աղել։ Հա, սիրունս, քունը չի տանում։ Ձեզանից պահանջվում է մաքսիմալ ուշադրություն, ինչ որ ասում եմ ականջների տողարեք, բաժանմունքում հայտարարված է կարանտին։ Բոլոր հիվանդները էվակուացվում են բացի Սիմոնեն։ Սիմոնյանի մոտ սննդի եւ ջրի յուրաքանչյուր մոտ ելք արգելվում է։ Բարեկամներից ով ուզում անգա, ուզում է մարդ, ուզում է կինը, չի թույլատրվում։ Ձեզանից յուրաքանչյուրին տեսնեմ առանց դիմակ, տեղում հեռացում է աշխատանքից։ Առանց ձեռնոց այս դրանը ոչ մեկ չի կպնում։ Ձեզ վեքսալված է։ Ոչ։ Թողտ։ Սիմոնյան ներսն ես։ Հա, բժիշկ։ Շպատեք։ Ոնց ես։ Լավ եմ, բժիշկ։ Սիմոնյան հաստատ լավ ես։ Հա։ Զարմանալի է։ Սիմոնյան, մենք անալիզների պատասխանն ենք ստացել։ Հո լուրջ բան չկա։ Ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու բան չկա, կարևորը որ բուժվող է։ Ուրեմն լսի, քո մոտ հայտնաբերել են ջրծաղիկ, կարմրախ, հեպատիտ A, խոլերա, Ժանտախտ, սիբիրախտ, մեկ էլ մանրմունը, գրիպ, խոզուկ, պանկրեատիտ, պրոկսիտ, հա, մեկ էլ տուբերկուլոզ։ Դե մտեք խոսանք, բժիշկ։ Չէ, երևի զբաղված կլինես, քո մոտ մարդ կլինի, ես հետո կանցնեմ։ Մենակ եմ, մտեք, մարդ չկա։ Դե ոնց մտնեմ, դուրը փակ է, ես է բանալի չունեմ։ Բացա դուրը, մտեք, բժիշկ։ Ոնց է բացարի տես։ Ալի տես որ փակ է, արի ուզում ես փորձի։ Բա հիմա ոնց ենք բուժելու։ Մենք ես լավ բուժում ենք նշանակել։ Լամաջոական դիետա։ Էդ ո՞նը։ Դե որ լամաջո ես ուտում առավոտյան, ցերեկը եւ երեկոյան։ Բայց այդ կօգնի։ Դե Սիմոնյան, չգիտեմ կօգնի թե չէ, բայց լամաջոն միակ բանն է, որ դրան տակով անցնում է։ Հեսա, էլի մի վարկյան, սպասի նալոգվին մոտս, էլի մի քիչ խառնեմ, հեսա գալիս եմ, տեղ չգնաց։
Սոված եմ, ողջվեք մի քիչ հացցեմ էլի։ Ապերասի մի վարկյան սպասի էլի, նալոգովին մոտս է, խառը հաշիվներ է, հեսա գալիս եմ էլի ասում եմ։ Ապեր դե նալոգովին այելի դեբետը ենդեսից հանել են պակասորտը տալի, այդ ծախսերը, որ ես ոնց որ գրանցել եմ, այդ պակասորտը շատ… Ապեր ոբշում ստեղի հեսա գալիս եմ։ Սովածը, մի քիչ բողջվեք հացուտեմ էլի։ Ապեր, արի։ Վրծանք։ Դավա։ Սոված եմ, փող տվեք մի քիչ հաց ուտեմ։ Փող տվեք հաց ուտեմ։ Այդտեղ եմ ասել, այստեղ կարելի է սուզվել ու սպասել անբաղտ զոհին։ Բարձրացնել Սուզանովի երաժիտակը։ Чистый задашка макуре, за горизоном երևում է մոտեցող հակակորդը։ Հելանք ջրերես։ Ինչ եմ արել։ Սերժանտ Մինասյան, փաստը դրել է։ Ես գծի տերը գիտի, որ հելն է սամավոլկա, Սամավոլկին որ ինչքան ես տալ, Գազի ռազիշենիկա, Նամենիք, նավթը մազութը, անձամբ Խուսեյնի ստորագրությամբ։ լավ էլ հումորով բիձա ես տերել, որ տենց հումորով ես, լասա ես դեղին ամանետ ինչի չես կծրել։ Այս աշնանն է դեղնում, մի գարուն է պտի սպիտար կրնում։ Կանյատ ես տա տեղ ունես։ 10 հատ։ Արի հաշվենք։ Կալկուլատոր ունես։ Այլը տենակ կանյատ տեղ ունես։ 1, 3, 7, 9, 10։ Բայց որ մեկը կանգնացնի, օպար ջան, ասի գործից ուշանում է, մի հատ ես երկու տեղը նեղ արեք, նես տեղ արեք, նստսնես։ Նստսնես։ Հա, բա ինչ կանեմ։ Այդ կես 11 աղբեր ջան, որ ճանապարհները ոտը ջարդած մի հատ տղա էլի, քտից արնագալի բան, կանգնացնի, ասի օպար ջան, մինչև հիվանդանոց տառնես, նստես սպեկտրները մենք չտենանք։ Կնստսնես։ Հա, բա ինչ կանեմ, որ անելով այա։ Այդ էլ կես 12 տեղ։ Այսը կես երրորդ չեպեն, օպար ջան։ Լավ, ինչ ես ասում եմ, այդ մարդը մի մաքսում եմ։ Սամավոլշիկ հոպար ջան, արի հաշվեն, կանյատ չեպե ունես դու։ Հոպար առաջինը սամավոլկա ես պուծովկա չունես։ Երկրորդը տեղին համարներ չունես, չնայած աշունելը չի եկե։ Որ։ Երրորդն է դե գիտես 12 տեղ ես նստեցնում։ 3 հատ չեպե, մի հատ պատասխան տուր գնա։ Տղա ջան, ինչ պատասխան պետք է տամ քեզ։ Մոտս մի կոպեկ փող չկա, ինչ պատասխան։ Հոպար պատասխան չունես, ունեմ պրավեն մնում ա իմ մոտ։ Այդ ես եմ քեզ ասում, դու ստեղից գնում ես առանց պրավա, հասկացար։ Անարդ մարդ մի քիչ նամուս պետք է ունենա։ Ասում եմ մեծ մարդ եմ, մարշրուտկա եմ քշում։ Ինչ ես ուզում այ մարդ պրավը կստուր է տամի է։ Հոպարին վրա չգորած ես վախեցող գայշնիկ չէ։ Առանց պրավա ես գնում վեր։ Հետո շվացրեց։ Հե՞։ Պրավեքս տուր, թե չեք ասեմ ով շվացրեց։ Մարդիկ երբ է գալու։ Ազիզ, արի մարդուց շնորհավորի, ախրանի պետ են տվել։
Ազիզ։ 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 Շարունակվի առանց ընկեր կմնաս, հասկանում ես։ Երեխաներ, ինչպես գիտեք, այսօրվա մեր մաթեմատիկայի թեման է գումարումը։ Ով է պատրաստ պատասխանելու։ Շատ լավ է, շատ լավ։ Բայց այսօր մենք ձեր գիտելիքները ստուգելու ենք յուրահատուկ մեթոդիկայի։ Լավ։ Օրինակ, Չիլինգարյան Արման, ինչ է աշխատում քո հայրիկը։ Ծրագրավորող։ Ինչքան աշխատավարձ է ստանում նա։ $40։ Շատ լավ։ Իսկ մայրիկը։ Մայրիկս բժիշկ է։ Ինչքան է ստանում մայրիկը։ $30։ Այս խնդիրի իմաստը հետևյալն է։ Դու պետք է ասես, թե ինչքան է կազմում ձեր ամսական եկամուտը։ Այսինքն հայրիկի աշխատավարձը գումարած մայրիկի աշխատավարձին։ Եվ այսպես ինչքան է կազմում ձեր ամսական եկամուտը։ $70։ Ճիշտ է։ Նստիր, հինգ։ Իսկ այժմ Մանուկյան մադամ։ Ինչ է աշխատում հայրիկը։ Հայրիկս վարորդ է։ Ինչքան է նա ստանում։ $30։ Իսկ մայրիկը ինչ է աշխատում։ Մայրիկս ուսուցչուհի է։ Ինչքան է ստանում մայրիկը։ $25։ Ձեր ամսական եկամուտը ընդհանուր ինչքան է կազմում։ $55։ Նստիր, հինգ։ Իսկ այժմ տիկնայք եմ պարոնայք, Սուրեն։ Ինչ է աշխատում հայրիկը։ Բանկի կառավարիչ։ Ինչքան է նա ստանում։ $10,000։ Իսկ մայրիկը։ Սաքսի վարիչ։ Ինչքան է ստանում մայրիկը։ $3,000։ Այսինքն ձեր ընտանիքի ընդհանուր բյուջեն ինչքան է։ $10,000։ Սուրեն, ես արդեն մի տարի է քեզ դասավանդում եմ, դու այդպես էլ մաթեմատիկա չսովորեցիր, զրոյական գիտելիքներ, նստիր հետ քեզ երկուս եմ դնում։ Դնում եք դրեք, զատում արդավարի ապում եք։ Եվ այդ ժամանակ մեծն Սիմբան ասաց, որ այս հարստությունը չի հասնի ոչ մեկին, եւ փակվեցին Սիմբայի քարանձավի դռները, թողնելով այնտեղ ցեղի, անբարո եւ ժլատ մարդկանց։ Իսկ ինչ կար այդ քարանձավում, պրոֆեսոր։ Միլիոն, միլիարդ ադամանդներ, ոսկի, զմրուխտներ։
Բայց ինձ համար այս ամենը ոչ մի էական նշանակություն չունի։ Ինձ համար կարևորը գիտությունն է, Նոբելյան մրցանակը։ Իմ պապը գնել է այս քարտեզը մի ծերունի արաբից, հույսով եմ այն կեղծ չէ։ Ըստ քարտեզի Սիմբայի քարանձավից ոչ այնքան հեռու աճում են ծառեր եկվորյակներ։ Ծառեր եկվորյակներ։ Մաման ծաղկաման։ Ծառեր եկվորյակներ, բայց այստեղ պետք է լինի երկրորդ նշանը։ Մեկ, երկու, երեք։ Սիմբայի տերևը։ Բայց կա նաև երրորդ նշանը։ Մեկ, երկու, երեք։ Սա Սիմբայի կղանքն է։ Ուզում ես դու էլ հոտ քաշիր։ Ուրեմն Սիմբայի գանձարանը մոտիկ է։ Վերջապես ես քեզ գտա Սիմբայի գանձարանը։ Պետք է կապնել կենտրոնի հետ և շտապ հայտնել։ Անջատեք ռացիան։ Որտեղից քեզ ատրճանակ։ Ես ասեցի անջատեք ռացիան։ Տուր այստեղ։ Բայց ինչու։ Որովհետև ես կլինեմ աշխարհի ամենահարուստ մարդը։ Իսկ ուր մնացին գիտությունը, Նոբելյան մրցանակը։ Քանց գիտության վրա։ Ինչպես դու համարձակվեցիր, չէ որ ես քո ուսուցիչն եմ։ Գնա առաջ։ Արագացրու։ Պրոֆեսոր Լումիերի հետազոտական խումբ, պատասխանեք կենտրոնին։ Սա կենտրոնն է։ Ասա իրենց, որ մենք գտել ենք Սիմբայի քարանձավը։ Էլ երազի։ Ինչպես եք մեկ մտնելու քարանձավ, եթե այնտեղ մութ է, պրոֆեսոր։ Ես քեզ ոչ մի բան չեմ ասի։ Իսկ եթե ես ասեմ, որ կսպանեմ ձեզ։ Լավ կասեմ, բայց ձեռքերս արձակիր։ Ես քեզ 5 տարի սովորեցնում եմ ինչպես մտնել քարանձավ, իսկ դու այդպես էլ չսովորեցիր։ Առաջ։ Սիմբայի գանձարան։ Վերջապես։ Այս ինչ է։ Դրանք այն կողմ, պրոֆեսոր։ Սա մեծն Սիմբայի անեծքն է։ Քարերը փակել են ճանապարհը։ Պետք է գնալ դեպի հարավ։ Ոչ, պրոֆեսոր, մի գնացեք այնտեղ։ Այնտեղից տարօրինակ ձայներ են գալիս։ Լսեցիք։ Այդ դեպքում արի կապնվենք կենտրոնի հետ։ Այո, կապնվեք կենտրոնի հետ։ Կենտրոն, մենք ծուղակի մեջ ենք։ Հայտնում եմ մեր կոորդինատները՝ 35 աստիճան դեպի հարավ և 40 աստիճան դեպի արևմուտք։ Մենք ճշտեցինք ձեր կոորդինատները և ունենք երկու նորություն, մեկ լավը, մեկ վատը։ Սկզբից ասեք վատը։ Դուք գտնվում եք աշխարհի ամենամեծ և վտանգավոր արջի բնում։
Մամա ծաղկացոր։ Իսկ ո՞րն է լավը։ Մեկ շաբաթ առաջ նա կորցրել է իր էքին այնպես, որ նա ձեզ հաստատ չի ուտելու։ Օ աստված, այս ինչ պատժ է։ Օ աստված։ Բարգում ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Այդ խմորեղենի օջախ, որ ասում են ճիշտ եմ եկել։ Այո, շատ ճիշտ եք եկել։ Խմորեղեն ունեք։ Ամբողջը խմորեղեն է։ Կոնկրետ ինչ եք ցանկանում։ Քուրիկ ջան, խմորեղեն ունեք, որ մեջը կրեմ կա։ Դուք երևի էկլերի մասն եք խոսում։ Էդի ո՞րն է։ Այսա։ Ազիզ բալա, էսի փոքր է, ցավը տանեմ։ Սրա մեծը կա, որ վրան սիրունն է զարդարենք, վրան բաներ գրենք։ Իսկ ինչ միջոցառում է, շատ եք, քիչ եք, քանի հոգով եք։ Մենք մերոնցով ենք։ Ծնունդ է, կնունք է։ Սուրպրիզ է, էդի կարևոր չի։ Այդ դեպքում ես ձեզ խոր կտամ տորտ։ Արա ճիշտ է, տորտ։ Այդ ոնց մտքավոր չի անց։ Հողը ամիտ է։ Ասում թխեք թող գա։ Իսկ ինչ գույնի եք ուզում որ տորտը լինի։ Տորտը թող լինի սպիտակ, անդ սպիտակա խառը, էլի, որ վրան սն շագալատնիա խառը գրվի սիրելի գեղամին։ Ու սենց ներքև է տարիքը, էլի գեղամին, 42։ 42։ Մեջտեղից տորտի գեդինը թող սենց ճաքի, ու սենց դուրս գա մի հատ վարդ։ Այդ վարդը տաղա է, ու ինքը սիրում է ազատություն։ Ազատասեր վարդ։ Ու սենց այդ տորտի կողքերից, սենց կանաշա խառը, մենց տորտա խառը, սենց կրուգոմա խառը, ընդհանուր իրարա խառը, սենց մի հատ վենոկա խառը։ Գրյուշոն։ Պրիշոլներից էլի։ Եղավ, պատվերը ընդունեցինք, զբաղվեք, պատվերը 3 ժամից կլինի։ Լավ, ես տեք սպասեմ։ Ձեր պատվերը։ Ամեն ինչ նորմալ է։ Սաղ լավ է։ Որ տուփի մեջ դնեմ, կլոր թե քարակուսի։ Այդ կարապկա մարապկա պետք չի։ Մեկը ստե եմ ուտելու։ Ես կուզիկ եմ։ Ոչ, տղա ջան, դու կուզիկ չես։ Չէ, ես կուզիկ եմ։ Դու կուզիկ չես։ Հա բայց ոնց։ Ասեցի դու կուզիկ չես։ Սոլակ ջան, բարև ախպեր, բարև, ես է քեզ եմ անգարես, ոնց ես կուզիկ ախպեր ջան, Ոչի, Սոլակ, ես կուզը չկա, Սոլակ ջան, ոչ չկա, 15 տարվա կուզը չկա, Սոլակ, ոչ չկա, ուրեմն օգնել եմ վերևից այնը, օգնեց
Եկեցի։ Ինչ զայն, ծունակ։ Հարուշ, դաշտի հետևը մի հատ քանդվաստուն կա, հիշում է։ Հա, հիշում եմ։ Մտան ես։ Վերևից մի հատ ձայն ասեց, դու կուզիկ ես։ Ասեցի, հա, կուզիկ եմ։ Ասեց սրանից հետո դու կուզիկ չես։ Ու ակնեցից։ Ու կուզիկ չես։ Ակնեց ես, կուզիկ ծոնակ ջան։ Կուզը տանցել է։ Ասի, դու էլ գնանդ է։ Գնա քեզ կօգնի։ Գնա Հարուշ, քո թոփալության համար։ Քեզ կօգնի։ Կօգնի, հա։ Հա։ Գնացի ծոնակ։ Ես կուզիկ չեմ։ Ես կուզիկ չեմ։ Ես կուզիկ չեմ։ Երիտասարդ, կարելի է ձեզ մեկ վարքյանով։ Ինչ է եղել, ապա ջան։ Ինչ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Ոնց եք մտածում, ձեր հարևանները գիշերներով մեծամասամբ ինչով են զբաղված։ Ինչով։ Քնելով, երիտասարդ։ Իսկ գիտեք ամենակարևոր պայմաններից մեկը քնելու համար։ Ինչ։ Լռությունը։ Կատարյալ լռությունը, երիտասարդ։ Ես չեմ հասկանում, այդ ինչ երկու հատ դղկոց եմ ես լսում ամեն օր գիշերվա ժամը 1:30։ Սկզբից մի դղկոց, հետո երկրորդ դղկոցը։ Մեր տնից։ Այո, ձեր տանից։
Արա, հոպար ջան, կներես ցավը տանեմ, գալիս եմ տուն, տրամադրությունս բարձր ա լինում, էլի, կոշիկներս եմ հանում, սկզբից աշն եմ դխկեցնում գետնին, հետո ձախը, կներես հոպար ջան էլ չի կրկնվի։ Երիտասարդ հոպարը ձեր համար պարոն Մինասյանն է եւ քո ֆիզիկայի դասախոսն է, որին դու ընդհանրապես չես ճանաչում, որովհետեւ դասերին չես հաճախում։ Նենց մի արա ջահել ջան, որ մեր հարևանական հարաբերությունները ազդեն քո սեսիայի գնահատականների վրա։ Հասկացար, իր կորից քնությունա։ Մի անգամ էլ այդ դխկոցները լսեցի, քնությանը կաշիտ քերտելու եմ։ Դե գնա քո դասերին։ Բայց افسوس չեմ կարող գտնել սրտիդ բանալի ամուր սխտն եմ իմ կրծքի իմ տանջանքն իմ սերը պատմեմ համայն աշխարհի քեզ սիրեմ չասի Որպես հիվանդիկ կին, ուզում եմ ձեզ տեղեկայել, որ վիրահատությունը անցավ շատ հաջող, ձեր ամուսնու վիճակը ես բնութագրում եմ որպես բավարար, նա այժմ քնած է, գտնվում է նարկոզի տակ, դե նարկոզը գիտեք, դա թմրանյութի ինչ-որ մի տարատեսակ է, նա շատ լավ է հիմա, սենց վիճակների մեջ է և մի օր, որ առիթ դուք եք կփորձեք, Աստված ոչանի օպերացիոն վիճակով, Ամենայն դեպս շատ նորմալ վիճակում է։ Ձեր ամուսինը մոտավորապես 15-20 րոպեից արդեն վերջնական ուշքի կգա։ Ահա ոնց որ աչքեր ուզում եմ բացի։ Մարալաստես։ Հաստեր տիտիկ ջան։ Սաղը ծամեր։ Միան անգստացեք, դա նորմալ է, մոտակա մի ժամը նրա գիտակցությունը գնալու է, գա դենա թմրանյութի ազդեցության տակ է, այսպես շատ լավ զգացմունքների մեջ է, այնպես որ կարևորը, որ հենց աչքերը բացում է, հարազատ է իր կողք կլինի, նա տեսնի ժպտա, ոնց որ ուշադություն դարձրեք։ Գեղեցիկ ես։ Տիկին ջան, ես մի քանի անգամ արդեն կրկնում եմ, նա այժմ թմրանյութերի ազդեցության տակ է, շատ լավ զգացմունքների մեջ է, բայց պետք չէ մոռանալ վերքի մասին, վերքը անընդհատ պետք է խնամել եւ ես դա թողնում եմ ձեր վրա։ Ոնց որ ուզում արտանա։ Սիմպաթիչնիս։ Տիկին ջան, եւ ես կուզենայի մի քիչ ֆինանսական կողմը քննարկենք, քանի որ ես նորից եմ նշում, նա թմրանյութի ազդեցության տակ է, շատ լավ վիճակում է, կարող է ինչ-որ մի հատ թիվ կրակենք, նա համաձայնվի, դրա համար երևի ճիշտ կլիներ ձեր հետ զրուցենք։ Ինչ ասեմ, վճարում եմ նույնը, ինչպես անցած հյուրեղեքի հեռացման ժամանակ։ Կեշոս։ Տիկին ջան, այդ հասկանալի է, որ նա թմրանյութերի ազդեցության տակ է, նա շատ լավ է իրեն զգում, բայց կամաց նա արդեն մոտենում է ռեալ կյանքին եւ եթե դուք ուզում եք իհարկե ինչ-որ գումարի սահմաններում, մենք կարող ենք այնպես անել, որ նա եւս 2-3 ժամ հանգիստ քնի, մենք նրան թմրանյութ կներարկենք։ Արա գրաֆ, զզում եմ քեզնից այլ եկել ես։
Բժիշկ ես ինչա, սկզբից ես մարալ էի, հետո ես գեղեցկուի էի, հետո ես սիմպատիստ էի, հետո դարա գեսո վերջում է ագրավ, ես ինչա բժիշկ ինչա կատարում։ Զարմանալու բան չկա, Տիկին ջան, ուղղակի թմրանյութի ազդեցությունը կամաց թուլանում է։ Позови меня на закате дня. Позови меня, грусть, печаль моя. Позови меня на закате дня. Հոպար, ես չես տանում, ես կացրի կեզ ուրդուց։ Հոպար կայնի, կայնի կուկտինում։ Կացին, արա, հոպար, որդուց էդ կացինը, էդ կացինը որդուց, արա, որդուց, կացինը, որդուց, արա, էդ կացինը որդուց, արա, էդ կացինը որդուց, արա, Ani ala! Kaçın olduk! Olduk kaçın! El ve kapırnene mures! Mures ala! Opa! Kızet kaçın olduk ama! Կացինը քեզ ուր դու ցարա Ուր դուս դրան այդ կացինը Ուր դուց Առել եմ Կարջան, բայց այդ Իրանն էր։ Հալա մի լացնի, մի բաժակի մաշպին։ Աղերդ, թազի մեր չի է գործ է աղեր։ Ձեզ հասկանում, տղար ջան։ Ամեն ինչ երեք սկսեց, երբ որ ես իմ պապունը վիրած բուձիլիկը միակ բանը, որ ես դու իրեն ջատեցի։ Դրա պատճառով առավոտ է գործի ուշացա։ Շեֆը դիմումը տվեց ստորագրած ասեն, ասեց նայ ու գնա։ Գնացի տուն, ասի կնոջս պատմեք հոն է հանգստանա, մտա տուն շուտ գնացի էլի, տենամ կինես։ Մենակ չի ու իմ ամենա մոտ է կնոջ հետ հասկանում ես։ Իմ անազատ մանկությանը կենոջ հետ ես, ոչ միայն կգաս կորսնի ես, կենոջս էլ կորսնի ես, ամեն կենոջս, ամեն կարամոնը որ տունս կորսնի ես, տան պիսա է, էտ իրա հոր տունն են, մնացի դուրսը,
Շորս կանեցի, դակումենտր ես մանստած տաքսին, հելնելուց մորանց այդ ամենիշ տաքսին, գորում եմ ասում եմ կագնի, կագնի կվուր եմ տալի, որ կագնի պակնվա, ես կվուր եմ կաղվասում ես այդ պլիցեք է կանտարան կաղվաս, ասում են ինչի ես կրկում, ասում եմ դակումենտերը ներս տամնաց է, չեն ավատ, ենքան չավատացին պոշկից ծավից մերնում է, Հիմա եք ասել, ու եմ որ որոշեցի, ես արտեր կյանքին վեշտամ, դու իմ թույնը խմեցին։ Էլի ծաղնելու եմ տպրել։ Чунга-чанга, синий асфальт. Чунга-чанга, это круглый год. Чунга-чанга. Ես ձեր նոր դասատուն եմ, իմ ազգանով Պետրոսյանն է, բարև ձեզ։ Նստեք։ Երեխեք, ուրեմն ես ձեզ ուզում եմ զգուշացնեմ, որ ես էլ եմ աշակերտեղի նոր մեծացել։ Դրա համար ես ձեր պանտապլասահները թարգը տվեք։ Կասեք հիմա կավիճի չկա, չէ երևի։ Կավիճը, երեխեք ջան, ստեղ, էսա, դրա համար դասը լինելու է, անցանք դասի։ Ստուգենք ոնց եք կատարել տնային աշխատանքը, երեխեք ջան։ Գնոկեկը լավ պատրաստել եք։ Այ օրինակ դու, Բաղիրյան Արթուր։ Ես եմ։ Տնային աշխատանքը։ Տնայինը չեմ կատարել։ Ինչու։ Տատիկս հիվանդացել էր, չհարցրի։ Դա ինձ չի հետաքրքրում։ Նստի 2։ Շահնազարյան Գալինա։ Ես եմ։ Տնային աշխատանքը կատարել ես։ Չեմ կատարել։ Ինչու։ Մնացել էի լիֆտի մեջ չեմ հասցրել։ Դա էլ ինձ չի հետաքրքրում։ Նստի 2։ Ուրեմն երեխան էր։ Եթե տնային աշխատանքը չի կատարվել, ինձ չի հետաքրքրում պատճառները։ Այդ մարդը անպատճառ ստանում է 2։ Հասկանալի է։ Անցանք առաջ։ Ղազարյան Մհեր։ Ես եմ։ Տնային աշխատանքը։ Չի արվծվել։ Ինչու։ Աղբերը զոնից նոր էր դուս եկել նշում էինք։ Ուրեմն դու քո աղբերով ստեյս չբախացնես։ Նստի։ 3։ Լավ, երեխաներ, ես ինչքան հասկացա ոչ մեկը չի արել տնային աշխատանքը։ Ուզում եմ, որ մեր առաջի հանդիպումը լավ լինի։ Եկեք խաղանք, իսկ տնայինը կստուգենք մյուս անգամ։ Այ օրինակ ես առաջարկում եմ խաղանք, թե ով ավելի վախենալու դեմք կսարքի։ Սկսենք քեզանից։ Մհեր։ Чунга-чанга, места лучше нет. Чунга-чанга, мы не знаем бед. Чунга-чанга, кто здесь прожил час? Чунга-чанга не покинет нас. Վերջ։ Ուրեմն, խաղը ավարտված է եւ ես հայտարարում եմ հաղթողին։ Հաղթողը ճանաչվում այդ շարքի ամենավերջին նստած տղան։ Ապրես տղա ջան։ Բայց ինչի ինքեր Պետրոսյան։ Որովհետև քո դեմքը ամենավախենալուն էր։ Բայց ես չէի խաղում։ Ain't no sunshine when she's gone. It's not warm when she's away. Ain't no sunshine when she's gone, and she's always gone too long. Anytime she goes away, wonder this time where
մի դու ես բռնում։ Պապ, սամալոտը որ թռնում է, ինչա հետևից սպիտակից մնում։ Չգիտեմ, բալես։ Պապ, ավտոն ինչա հեծանվից արագնում։ Չգիտեմ։ Պապ, որ ծուկը ջրից հանում ես, ինչա խեղդում։ Ինչ իմանամ, բալես։ Պապ, Լուսին ինչա կլոր։ Այն ասել գիտեմ, բալես չի։ Պապ, փղիկնջիտ ինչա այդքան երկար։ Դե հերիք հայլի պապային քո ապուշ հարցերով հոգնացնես։ Պապան սոված գործից եկելա պետքա հաց ուտի, ոչ թե քո ապուշ հարցերին պատասխանի։ Լավա, թո հարցնի։ Բա երեխեն օրից չիմանա, ումից պետք է իմանա։ Վերջ է 4 հոգուն ասի եկեք ստե։ Պետք է տենանք ովա մեզանից շատ խմում, ես թե դուք։ Հրավիրեցի հենց տեղ, նստեցեցի այն սեղանին։ Կանաչ դեմքով բլնդա է, ովավոր։ Տենա, սև շորերով։ Հապեր ընդ կանաչ դեմքով մարդ չկա։ Ոչ չկա նա կանաչ դեմքով գալիս ա ովիք ստե։ Հենա չես տենում։ Կարևոր չի։ Վերջ է 4 հոգին, աշ այնքան խմեցին, ես ուշադիր նայում էի։ Նոր տարուն… Բարեոր ապեր։ Բարեոր ապեր։ Արկածիկը դու ես։ Հա, ես եմ, բա դու ով ես։ Ես մահն եմ, տղա ջան։ Մեկ ասես ստորագրի։ Ուրեմն վաղը ժամը 8-ին մի մարդու նման վեշերը հավաքած ստելն ես։ Ունի դայ բոգ եթե չգաս։ Գետնի տակից եմ գտնելու։ Եղավ։ Բա ուր են գնալու վաղը։ Այնտեղ որ բուրմունք չկա։ Աշտեսան։ Ում ապե։ Է կանաչ դեմքովի սև շորով, կես ժամը հետը խոսում, չտեսան։ Ապե դու լուրջ ես ասում։ Հա, ասում լուրջ եմ ասում, բայ չեմ անում։ Ապե ուրեմն ինձ լսում։ Այնտեղ հաստատ մարդ չկար։ Ու դու ինքդ քո հետ էիր խոսում։ Ոնց ինքս իմ հետ էի խոսում։ Գալու է ինձ տանի։ Մահը։ Որտեղ որ բուրմունք չկա։ Դու գիտես ես գժվել եմ, չէ՞։ Լուրջ եմ։ Չեմ գժվել։ Լուրջ ես ասում, ասի։ Մեր հարևան Ջուլիկի մարդը մոտել էր եկել, մահա մի օր հետո մեռավ։ Ո՞ց մեռավ։ Հա, սաղ չէին հավատում, ծիծաղում էին։ Մեր Ջուլիկը էլի։ Պետք է փախնենք Ամերիկա։ Զանգի ծերոց։ Պետք է փախնենք Ամերիկա։ Այ մարդը չի փրկի։ Դու չես գժվել։ Ես չես անում։ Փախնեմ չի գտնից։ Լսի, այդ չի փրկի քեզ։ Ուզում ես Իտալիա գնա, Ֆրանսիա, Ճապոնիա, Գերմանիա։ Մահը որ քեզ գտավ, всё։ Ուրեր ուզում ես գնա, չես փախնի։ Բայ չենք ադելու։ Լսի, հանգստացի, ես մի հատ լավ պլան ունեմ, նստի։ Նստի։ Ինչ եք անում։ Լսի, ուրեմն ինչ ենք անում։ Լսի։ Լսում եմ։ Լսում եմ։ Մենք քեզ փոխում ենք լրիվ, դեմքդ։ Ինչի համար։ Որ մահը չճանաչի։ Հետո բա։ Դե որ չճանաչի, ուրեմն չի տանի։ Ճիշտ ասում ես։
Լավ է, բայց սենց հաստատ ինձ չի ճանաչի։ Լսի, սենց դաժե քո հարազատ ծնողները քեզ չեն ճանաչի, ուր մնաց մահը։ Դե վсё, գնա։ Չփոխվեմ։ Չէ, ինչ փոխվել, գնա, սենց գնա։ Լսեք հələ։ Ժամը քանիսն է։ 8:05։ Բարկացիք ուր է։ Այսօր չեմ տեսել։ Ուշիմ լսեք ինչ եմ ասում։ Եթե 10 րոպեից արկածիկս տե չեղավ, տանում եմ այ քեզ քաչան։ Եղավ։ Ես դուրս եմ ծխում։ Լավ է էսի գործի, որ մենք անում ենք այ աղբեր։ Մի ծառից 100 դրամ փող է տալի։ Կեսը տալիս եմ քեզ աղբեր ջան։ 20-ը տալիս եմ սրա արենդին սղոցի։ 30 դրամը պահում եմ ինձ։ Դու ես այդ ինչքան պետք է ծառ կտրեմ, որ մի հատ սրանից առնեմ ինձ սղոցից, որ էլ արենդի փող չտամ աղբեր։ Ինքն էլ տեսել ես ինչ մաշն եկա քշում։ Չէ։ Չես տեսել։ Մի հատ ջորի առը։ Թափ թազա 89 թիվ, մեզի 100 տալի, բա աղբեր, ով ծարկադրի ով էտա սանատորը աղբեր էսի կյանք չի, հարսի մամենդով պեսին լավություններ անում, դիդի էտի կյանքն ատ ճիշտ է, լավ հենա գալիս է, իա բրիգադիր ջան, ոնց ես թագավորն աբրած կենա, Բարի օր։ Բարև գերագույն ջան։ Ինչ հալն եմ։ Քվագործն ենք անում, ցավատ ան։ Այ ինչ հալն եմ։ 5-դ կտրել ենք, այսօր հələ լույսը։ Արի ինչ 5-ը դրա ձեր կտրածից հազիվ մետ լուսկու պաշկա ենք սարքում, արա։ Ծառի մար 500 դրամ փող եմ տալի, արա քեզ։ Գործ չեք անում։ Արա ցավատ անեմ, դու էլի նեդավորն ես։ Արա մեռնեմ ջանիդ։ Քաղաքի ամենալավ կտրողները մենք ենք, ցավատ անեմ։ Սանգորը Greenpeace-ի հետ քյալը ենք տալի դու էլի ասում ես լավ չի։ Օժեկայի տղեկս կի այդքան չեն կտրում։ Էսով է բա։ Անը ոնց է։ Լութո է անես։ Լութոնա։ Լութո էսել է գնա մեքենայից բագաժնիկից բան անի, ձեր համար լավ բաներ են բերել։ Քել աղբե։ Արագացրա ժամանակ չկա։ Մեռնեմ ջանիդ, արի ասեմ, էնե։ Այսի շատ կեղտոտ մարդ դուրս եկավ։ Այսի անեմ, որ մենք օրը 5-ատ ենք կտրում։ Մի ծառից 500 դրամ ես չէ տալի։ 50 դրամը տալիս եմ իրան, էլի դժգո։ Վատնը անի լարի։ Անա ցավը տանեմ, պրոստը սրան 5000 դրամ պարտք եմ։ Անա 50 մաներից փակվում եմ, էլի։ Թող մնա։ Լավ, եկավ արդեն։ Եկա Լութո ջան։ Դիշտ է էդի։ Էս ինչ ա շեկ։ Դրուժբա է, ինչ ա։ Արա ես ձեր մասին չմտածեմ, արա դուք ձեր մասին մտածողը չ։ Արա բան եմ խոսում, գրած չեմ գալի, արա։ Ոբշեմ ես դրուժբով 10-ից պակաս օրը կտրի գլուխներդ կդրելու եմ, արա։ Բաղ գալիս եմ ստուգեմ։ Ապեր, բա ասում էր մի ծառից 100 դրամ ա տալի։ Գիտես խի ասում 500 եմ տալի ծառից։ Ուզում ա ինձ ու քեզ կրվսնի այսի տես կեղտոտ մարդը աղբեր։ Արա լավ է արի է աղբեր չէ։ Վարշան պապի, ոնց եք։ Շեֆը լավ է, չէ մտածում ձեր մասին։ Արա դահել եմ տեֆալ, արա սաղրը ձեր մասին եմ մտածում։ Կանյատ եք կդրել։ Մի հատ ցավը տանը։ Բայց հլա սաղ օրը դեմները սաղխա է։ Արա վարշում գժվել ես, արա ոնց մի հատ, արա։ Արա նրանով 5 հատ էր կդրում, սրանով մի հատ ես կդրի, արա։ Արա փուչուր վաղտվանից քեզ ճանաչում եմ, արա գժվար, արա, ես մեծացա դու էծա ցար, արա։ Ջայր ժամանակ նորմալ խելքը գլխին տղա էր, արա։
Արա էս ինչ եղավ այդ Վարշավ։ Ապա չես իմացա ինչ եղավ։ Չէ։ Որ չի իմացար ինչ եղավ։ Գժվավ ախպեր էսի։ Բցնդավ ախպեր խաբար չես։ Կողքը նստած ես խաբար չես արա։ Վարշամ ու շատ իրես լսում։ Հորս մոմենտը չլներ, վաղուց հանե գործից լարել է, հասկանում ես։ Գերագույն ջան, ոչինչ, կաշխատենք, լավ կլինի։ Հələ դու մի աշխատի, դու լյութոնն աշխատի, դու կտրի Վարշամ, կտրի։ Խրը գնալ եմ հորս ասեմ հրա ցեխում խաբարի ասպասում, ասեմ մի հատ ես կտրի, կգժվի այդ մարդ արա։ Վարշամ վաղը։ Այսօրվա 10-ը, գումարած վաղվա 10-ը 20 հատ գալիս եմ տանեմ։ Հորս չներվայնցնես վաղ, էլ չեմ նայի հորս։ Գանեմ կլարեմ գործից։ Հələ գժվել ասում մի հատ արա։ Հել ախպեր, հել տնակ ինչ ենք արել։ Վռա։ Հա Վարշամ, քանի հատ եք կդրե։ 33 Վարշամ։ Բա։ 333։ Բա։ Վարշամ 3։ Արա գժվել ես Վարշամ արա։ Ցնդար արա։ Արա հորս ասեմ մի ֆաքս տան արա։ Արա ես մենակ 20 հատ հենց հիմա կկտրեմ արա։ Հենց հիմա ձեր աշկի դեմը։ Հələ խոտ տուր։ Հենց հիմա խոտ տուր կտրում եմ։ Ոնց։ Էսի խոդել անգնում։ À 18 ans, j'ai quitté ma province, bien décidé à empoigner la vie. Le cœur léger et le bagage mince, j'étais certain de conquérir Paris. Chez le tailleur le plus chic, j'ai fait faire ce complet bleu qui était du dernier cri. Les photos, les chansons et les orchestrations ont eu raison de mes économies. Je me voyais déjà en haut de l'affiche, en 10 fois plus gros que n'importe qui, mon nom s'étalait. Je me voyais déjà adulé et riche, signant mes photos aux admirateurs qui se bousculaient. J'étais le plus grand des grands fantaisistes, faisant un succès si fort que les gens m'acclamaient debout. Je me voyais déjà cherchant dans ma liste celle qui le soir pourrait par faveur se prendre à mon cou. Mes traits ont vieilli bien sûr sous mon maquillage, mais la voix est là, le geste est précis et j'ai du ressort. Mon cœur s'est aigri un peu en prenant de l'âge, mais j'ai des idées, je connais mon métier, j'y crois encore. Rien que sous mes pieds, de sentir la scène, de voir devant moi un public assis, j'ai le cœur battant. On m'a pas aidé, je n'ai pas eu de verre.